2024 թվականին հայտնել ենք, որ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեն Կարինե Գևորգի Հովհաննիսյանի մեղադրանքի է առաջադրել այն բանի համար, որ նա հանդիսանալով Երևան քաղաքի Իվան Իսահակյան թաղամասի 10-րդ հասցեում գործող Ալադին Kids Club մանկապարտեզի մաքրուհի 2023 թվականի օգոստոսի 2-ից մինչև սեպտեմբերի 14-ը ներառյալ ընկած ժամանակահատվածում նույն մանկապարտեզի տնօրեն Աննա Ռոմիկի Հարությունյանի հետ խմբի կազմում գիտակցելով եւ փոխլրացնելով միմյանց գործողությունները մանկապարտեզ հաճախող անչափահաս սաներին պատճառել են ֆիզիկական ուժեղ ցավ եւ հոգեկան ուժեղ տառապանք։ Նշենք, որ դեպքը տեղի է ունեցել 2023 թվականի օգոստոսի 16-ին։ Համացանցում տարածվել էր տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես է մանկապարտեզի տնօրենը եւ աշխատակիցները ծեծի ենթարկում երեխաներին։ Ըստ շրջանառվող տեղեկությունների, տեսանյութը նկարահանվել է Ալադի մասնավոր մանկապարտեզում, որտեղ ի դեպ ամսական վարձավճարը կազմում է 90,000 ՀՀ դրամ։ Եվ ահա դատարանի առաջ են կանգնել մանկապարտեզի տնօրենը եւ մաքրուհին։ Արդյունքում դատարանը մանկապարտեզի մաքրուհի Կարինե Գևորգի Հովհաննիսյանի մեղավոր է ճանաչել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախատեսված արարքում եւ պատիժ նշանակել ազատության սահմանափակում 1 տարի ժամկետով, 2 տարի ժամկետով զրկելով նախադրբրոցական ուսումնական հաստատությունում աշխատելու իրավունքից։ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 79-րդ հոդվածի կիրառմամբ Կարինե Գևորգի Հովհաննիսյանի նկատմամբ նշանակված 1 տարի ժամկետով ազատության սահմանափակմանը հաշվարկել վերջինիս փաստացի անազատության մեջ գտնվելու 3 օր ժամանակահատվածը եւ վերջնական պատիժ թողնել կրելու ազատության սահմանափակում 11 ամիս 27 օր ժամկետով։ Իսկ մանկապարտեզի տնօրեն Աննա Ռոմիկի Հարությունյանը անմեղ է ճանաչվել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 196-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ եւ 5-րդ կետերով ներկայացված մեղադրանքում արարքին ապացուցված չլինելու հիմքով եւ դատարանի որոշմամբ Աննա Ռոմիկի Հարությունյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց բացակայելու արգելքը եւ դրանցով պայմանավորված սահմանափակումները վերացնել։